Այդ ընտրությունների ինչպես ձևաչափը, այնպես էլ այն գործիքները, որոնք կօգտագործվեն այդ ընտրությունների ընթացքում, լիովին կախված է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, եթե դրանք լինեն, աստվածտավոր լինեն, իսկ ես կարծում եմ, որ կլինեն։ Իմիջիայլոց մինչև ընտրությունները ինչքան է, 7 ամիս դեռ կա, չէ։ 6.5 7 ամիս դեռ կա։ Շատ այսպես հեղինակավոր մասնագետներ, վերլուծաբաններ արդեն միաձայն ասում են, որ պատերազմը կավարտվի ամենաուշը հունվար ամսին, նոր տարուց հետո, Աստված տա, որ դա այդպես լինի։ Իսկ ես կարծում եմ, որ Աստված կտա, որովհետև գիտեք ինչ, այս կյանքը, այս աշխարհը, այս մոլորակը ստեղծվել է բարի նպատակներով, ստեղծվել է ոչ թե նրա համար, որ մարդիկ միմյանց կոտորեն, միմյանց արուն խմեն, թալանեն, սպանեն, բռնաբարեն։ Այդ նպատակներով չի ստեղծվել։ Իսկ քանի որ դա այդպես է, ուրեմն արդարությունը եւ ճշմարտությունը պետք է համոզիչ հաղթանակ տանեն եւ մոտ ժամանակներս է դա լինելու։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, այդ թվում նաեւ ձեզ հետ տիկինգային եզրույցների ժամանակ ես այդ մասին ասել եմ։ Ուղղակի ես կարծում եմ, որ մեր բոլորի խնդիրն է, բոլորը ասելով ես նկատի ունեմ նրանց, ովքեր այս կամ այն որակի կամ չափսի ինչ-որ ամբիոն են ունենում, մարդկանց հետ խոսելու, մտքեր փոխանակելու եւ այլն։ Գլխավորագույն խնդիրն է ժողովրդին դաստիարակել, սովորեցնել։ Ես էլի եմ ասում, շատ մարդիկ կան, որ տարական բաներից գաղափար չունեն, ոչ մի բան չգիտեն, ոչ մի բան։ Այնքան որ այսօրվա հաց ու պանիրը կա ու հերիքա։ Այդպես չպետք է լինի։ Այն միտքը, որ մենք հայ ենք, այն փաստը, որ մենք հայ ենք, արդեն ինքնըստինքյան պետք է մեզ զգաստ պահի միշտ, զգաստ եւ արժանապատիվ։ Հայ լինելը դա շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև ինչպես մեր այսօրվա զրույցի առաջին մասում մի քանի անգամ շեշտվեց, ասվեց, որ մենք հանդիսանում ենք այս մոլորակի քաղաքակրթության սկզբնակարերից մեկը, եթե ոչ առաջինը, հավանաբար հենց առաջինը մենք էինք։ Ես նորից եմ կրկնում, 3 դար Եվրոպայից ավելի վաղ տեղի ունեցավ մեզ մոտ վերածնունդը, այդ ռենեսանսից 3 դարով ավելի շուտ, իսկ դա մեզ պարտավորեցնում է, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մենք բոսյակ ժողովուրդ չենք, էլի, ստեղից ընդեղից գողացող չենք, ես վերջերս իմիջիալոց, ես չգիտեմ, դուք ուշադրություն դարձրիք, թե չէ, Ռուսաստանյան սենատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոստովանեց, որ Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը, նույնիսկ մեխեր չի կարողանում արտադրի։ Լավ, այդ երկիրը, այդ իրենց ասած, այդ ռուսական աշխարհը, ռուսկի միր, ոնց որ իրանք են ասում, ինչ է տվել մարդկությանը, ինչ է ստեղծել, ինչով է աչքի ընկել, բացի գողությունից, բացի թալանից։ Այս խոսքի մեջ հիշեցիք Ռուսաստանը։ Ես եմ թիրախը։ Դուք եք թիրախը։ Չէ, ես ուղղակի գիտեք ինչ, ես բավականին երկար ժամանակ Ռուսաստանում ապրել եմ, շատ լավ գիտեմ եւ Մոսկվան եւ Լենինգրադը եւ այլ քաղաքներ, առնչվել եմ շատ մարդկանց հետ, բայց ես համոզվել եմ, որ անկախ նրանից, թե որքանով կրթված է մարդը, որքանով լայն է իր աշխարհայացքը, որքանով նա դաստիարակված է, միևնույն է, նա մեզ բոլորիս այսպես վերևից ներքև է նայում, հասկանում եք, մենք բոլորս, մենք ասելով ես նկատի ունեմ ոչ ռուսներին, ոչ միայն հայերին, վրացիներին, տո չգիտես ղազախներին եւ այլոց, երրորդ սորտի մարդ են համարում, հասկանում եք, եւ իրենց իրավունք են վերապահում, օգտվել այդ կներեք տավտալոգիայի համար այդ իրավունքից,
ով է տվել իր այդ Գիտեք ինչ, իրավունքը, մարդու- մնում է գաղտնիք է մնում ինձ համար։ Մարդու մակարդակով էլ են ասում, եթե մարդը ինքը իրեն չի հարգում, իրեն եւս չեն հարգում։ Ես չեմ կասկածում, որ իշխանությունը ինչպես միշտ կօգտագործի ամբողջ իր ռեսուրսները, բոլոր ռեսուրսները, եւ լրատվական ասպարեզում, եւ ամենակարևորը ֆինանսներով։ Իսկ այն ուժը, որը այսօր արդեն որքան ես եմ հասկանում ձևավորվում է մեր այսպես ներքաղաքական թատերաբեմում, այդ ուժը դեռ բավականին թույլ է, բայց ես կարծում եմ, որ 7 ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի այդ ուժը վերջնականապես ձևավորվի եւ ամենաբարձր ձայնով հայտարարի իր գոյության մասին եւ ես կարծում եմ, որ բավականին հզոր հաղթանակ է տանելու գալիք ընտրություններում եւ դա կլինի մեր փրկությունը, մեր ազգի փրկությունը, մեր երկրի փրկությունը։ Այսինքն Փաշինյանի քաղաքական ուժի եւ մյուս թևի, որի մասին խոսում էինք, դրանցից բացի երրորդ ուժ եք տեսնում, որը ձևավորվում է։ Որ ես դա չէի կոչի երրորդ ուժ, ես դա կոչեի միակ ուժը, որը ի վիճակի կլինի Հայաստանը դուրս բերել այս ահավոր վիճակից, որում մենք հայտնվել ենք այսօր։ Շնորհակալություն, պարոն Սարոխանյան, նույն հարցերը ձեզ։ Շնորհակալություն։ Ես պետք է համաձայնում եմ պարոն Վարդանյանի հետ, որ այո, իսկապես այսօր 8 տարվա դե մյուս տարի արդեն կլինի 8 տարի է, ինչ ասենք Նիկոլ Փաշինյանի վարչակարգը իշխում է Հայաստանում։ Այսինքն գրեթե նույն չափ, ինչքան որ Ռոբերտի վարչակարգը, Սերժի, հիմա էլ Նիկոլի։ Երբ որ Նիկոլը, ասենք, եթե հաղթի հանգարց այդ ընտրություններում, արդեն ինքը գերազանցի նախորդ իր գործընկերներին ժամանակային առումով, եւ քանի որ այսօր էլ Սերժ Սարգսյանը մեծ նվեր է տվել, ասենք Նիկոլ Փաշինյանին, սահմանադրության տեսքով, որ ինքը կարող է հավերժ վերարտադրվի, ինքը Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ընտրվում, բայց կանոնակարգով դա չի կարգավորում, որ գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իրանց կուսակցության նախագահ ընտրվելու իսկան ժամկետից Միգուցե կուսակցությունը ընտրվի եւ իր թիմից մեկ այլին ներկայացնի։ Այսօր մենք որ տեսնում ենք այն քնձնանքը, որ ասենք իրանց առաջնորդին քպայականները ինչ ձև են ռևերանսներ անում, ինչ ձևի, ասենք, բաներ են անում, դա եւ հաշվի առնելով Հայաստանի առայժմ դեռ կարծես թե հեղափոխական կոչվող, բայց ոչ հեղափոխական տենդենսները, այսինքն դա ոչ մի բան չի փոխում, Նիկոլ Փաշինյանը մյուս տարի էլ կընտրվի, մյուս տարի էլ, այսինքն այս սահմանադրությունը, որը պարտադրվեց նույն Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանին, որ ընդունեք, եւ այստեղ բնավ անձը չէր կարևորը, հա, Սերժի համար էր դա կամ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ստեն նա էր, որ Կրեմլի համար շատ հարմար սահմանադրություն էր, որով ինքը կաշխատի ցանկացածին ում ինքը կնշանակի։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ այս կոստյումը շեֆ ջան կարենք, այսպես մի քիչ փոխենք, այն որ կոստյումը, Սերժի կոստյումը, ես իդեմ հանրայդ մի հատ վիդեո է եղել, երբ որ ես այդ Սերժի կոստյումի վերաբերյալ, ես էլ եմ արտահայտվել հենց Նիկոլի վրա, որ Սերժի կոստյումը իսկի Նիկոլի հակով եղավ, թևերը մի քիչ կրճատել, всё, Իրանն է։ Լավ, ուզում եք դուք ինչ հարցի եք պատասխանում։ Հենց այդ հարցին ընտրությունների։ Այսինքն, երբ որ մենք մոտենում ենք այս ընտրություններին, նույն սահմանադրությամբ, նույն ընտրական օրենսգրքով, նույն հոգեբանությամբ եւ փիլիսոփայությամբ, այսինքն կարծես թե ոչ մի բան չէ։ Առայժմ այս փուլում մենք պարտվում ենք։ Մենքը ո՞վ է։ Մենք ազատական ուժերը։ Այն անհատները, այն փոքր քիչ թե շատ, ասենք, երևացող կամ չերևացող ուժերը, որ դեռ չեն կարող ինքնակազմակերպվեն եւ պարոն Վարդանյանի ասած այն միակ ուժը դառնան, որ հաղթեն եւ նախկիններին եւ ներկաներին։ Այսօր գործակալական ցանցը հաղթում է։ Իրանց այս բեմադրություններով, բաներով հներ ու նորեր հակամարտությամբ իրանք այդ զույգը տանում են առաջ։
Մենք իշկանով կկարողանանք դրա դեմը առնենք, մեծամասամբ դա կապված է մեր ազգի նվիրյալ, ասենք ասենք հոգու խորքում գոնե նվիրյալ մեծահարուստներից, ովքեր կարողանան ասենք այդ ուժերին համախմբել, ֆինանսավորեն, գրասենյակներով, բաներով, լրիվ օրինական ճանապարհներով։ Եթե անեն, եթե չէ, ուրեմն մենք կմնանք լոկ բարի ցանկության մակարդակի վրա եւ մենք շատ ողբալի վիճակում կարող է հայտնվենք։ Այսօր ես տեսնում եմ, որ ընդամենը կեղծման մեթոդներն են փոխվում։ Ժամանակին դուք հիշատակեցիք կարուսելներ, բաներ, չէ՞, չգիտես Հիմա դա չի լինելու ուրիշ, հա, ուրիշ մեխանիզմ է, որը շատ հստակ Նիկոլ Փաշինյանը դա կիրառում է, այս անգամ էլ կկիրառի։ Որն է կիրառում։ Օրինակ բացարձակ անարդար ընտրություններ 2018 թվականի ընտրությունները։ Ինչ ասում ոչ թե լցոնում չի եղել։ Ուրեմն այս մարդիկ ենքանա կայսրացե ուղեղների մեջ, որ կեղծիկը դա լցոնումն է կամ ընտրակաշառքը։ Բայց չէ որ ընտրական օրենսգրքի մեջ շատ հստակ գրված է հավասար պայմաններ քարոզարշավի։ Եվ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը 8 ամիս քարոզարշավ է արել Նիկոլ Փաշինյանի համար։ Մնացած տեխնացուները ընդամենը 20 օր։ Դա ջախջախիչ կեղծիք է։ Այնինչ 18 թվականին եթե դա իսկապես հեղափոխություն էր, պետք էր լիներ ժամանակավոր կամ անցումային կառավարություն, որտեղ ընդգրկված էին բոլոր քաղաքական ուժերը, եւ այդտեղ հենց կեղծիկը պաստալը հենց դրանում էր կայանում, որ վանկարկումը գնաց Նիկոլ Վարչապետ, տվին իրան ու վերջացավ։ Ակնհայտորեն մի տարբերություն կա, որ քրեոլիգարխիկ համակարգը կառավարող ուժերը հալածվում են։ Նրանք շատ ցանկալի է, ես հույս ունեմ, որ կշարունակվի այդ գործը, նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, նրանք պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից եւ ռեսուրսներից բնական է եւ անձնակազմը պետք է կամ արտաքսված լինի կամ զրկված լինի ընտրվելու իրավունքից կամ ազատազրկված լինի։ Սա չարաշահում չէ, համարվում է քաղաքական ընդդիմադիրներին, ներողություն, քաղաքական հակառակորդներին ճնշել, ձերբակալել եւ այլն։ Ես համաձայն եմ, որ իմ հայրենիքը մեղադրվի նրանում, որ ռեպրեսիաներ է կիրառում հակապետական ուժերի դեմ, հակադեմոկրատական ուժերի դեմ, ատելություն քարոզող ուժերի դեմ։ Ես ուզում եմ, որ իմ երկիրը այդպիսի մեղադրանք ունենա։ Օրենքով դա սահմանվում է կամ կարգավորվում է, թե դա որոշում է այսօրվա օրենքներով դա կարելի է անել, բայց օրենքները, քանի որ գրվել են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, շատ մեղմ են եւ լպրծուն։ Ես կարծում եմ, որ դեռևս ժամանակ ունի այսօրվա իշխող ուժը կուսակցությունների մասին օրենքով, ընտրությունների մասին օրենքով, թարմացնելով այդ օրենքները առնվազն, խստացնի պատասխանատվությունը հակապետական ուժերի դեմ, այսինքն խստացնի պատիժը, պետք է բոլորը իմանան հայկական պետության անկախության դեմ ելույթը հանցագործությունը եւ խիստ պատժվում է։ Բոլորը պետք է իմանան, որ դեմոկրատական ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարելը, դրա դեմ քարոզելը ծանր հանցագործություն է եւ պատժվելու է։ Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում ատելություն քարոզելը ծանր հանցագործություն է։ Օրենք պետք է ընդունվի։ Եղածը բավարար է, բայց ցանկալի է, որ օրենքները խստացվեն ու մենք ընտրությունների գնանք առանց այդ քրյա օլիգարխիկ հանցագործների մեր ժողովուրդը կարողանա ընտրել այսօրվա գոյություն ունեցող փաստացի իշխանության եւ Եվրաքվեի կողմնակիցների մեջ։ Ես Եվրաքվե հատուկ եմ ասում, որովհետեւ հիմա Տիգրան Խզմալյանը բացակայում է, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Արմեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը եւ իրենց կողմնակիցները, օրինակ Հովսեփ Խուրշուդյանն եւ այլն։ Այսինքն այդ ուժերի մրցակցությունը պայքարը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության իր դաշնակիցների հետ եւ Եվրաքվեի կողմնակիցների մեջ
ցակ ձևով բացառված պետք է լինի քրե օլիգարխիկ ազգադավ կասեր իմ ընկերը բոլոր նրանք ովքեր որ հիմա օգտագործենք այդ տերմինը գրպաններում գտնվող գրպանահատ կուսակցությունները քաղաքական պետք է չմասնակցեն ֆիզիկապես Բայց ոնց եք դուք դա օրենքով ինոագենտ դրանք բոլորը ում որ մասին որ ես խոսում եմ դրանք ինոագենտների մասին օրենքով ես ասում եմ դա արտագրել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության օրենքը ինոագենտների մասին Ֆրանսիայինն է ես միշտ դա ասում եմ մանավանդ այս վերջի 10 օրը Ֆրանսիայի հանրապետության նախկին նախագահը ազատազրկված է ինոագենտներից ֆինանսավորում ստանալու պատճառով ընտրությունների ժամանակ անձամբ չի ստացել Ճիշտ չի լինի ուղղակի լուստրացիա հասկացնել է վերջից դա ֆիզիկապես անհնար է որովհետև լուստրացիա անցկացնելու համար մենք պետք է դաշնակից երկրներից ստանանք իրենց ագենտների ցանկը ոչ ոք մեզ չի տա իր ագենտի ցանկը ասենք Ռուսաստանը կամ Բելարուսը իր ազդեցության ագենտների ցուցակը չի տալիս դրանք ընդհանրապես քաղաքական ծրագրով են հանդես գալիս ես դրա համար եմ ասում որ քրե օլիգարխիկ ուժերը եւ ապազգային ուժերը որոնք որ կոչ են անում լուծարել հայկական պետությունը դեմոկրատական ինստիտուտները փոխել եւ ատելություն քարոզել մենք դրանով լուստրացիա ենք անում մարդիկ իրենք են անում ինքնալյուստրացիա է ինքնաբացահայտում մարդը գալի ասում է որ ես դեմ եմ ժողովրդավարությանը ես դեմ եմ հայկական պետության անկախությանը այդ դրանց դա հենց լյուստրացիա եւ հանցագործության մասին հայտարարություն է այսօր այդպիսի կուսակցություններ կան ազգային ժողովում օրինակ հանրապետական կուսակցությունը որը քվեարկել է ազգային ժողովում Հայաստանի քվեարկել է հայկական պետության անկախության դեմ այլևս պետք չի լյուստրացիա ցանկը դնում ես քվեարկողների եւ արգելում ես նրանց քաղաքականությունով զբաղվելը վերջ ուզում եմ գործիքը կա մեր ձեռքում եւ ասում եմ օրինակ վերցրեք Ֆրանսիայի նախագահը ազատազրկված է որովհետեւ ֆինանսավորվել է դրսից օրինակ վերցրեք այդ օրենքը որով որ Ֆրանսիայում գործադրեցին Եվ դա ապացուցվել է երևի թե իսկ այս դեպքում ապացույցներ են պետք ճիշտ է դա շատ հեշտ ապացուցվում է որովհետև իրենք բաց բերան են հայտարարում են եւ նրանց կուսակցությունները ֆինանսավորելու այդ տեղեկանքի մեջ գրված է մարդը գալի ասում է ես ընդեղից փողը մարդն ասում է ես Ռուսաստանի Կալուգայի քաղաքացի եմ Գալիս եմ ստեղ կուսակցություն են բացում, այն որ գրպանից հանում է, ասում է, «Էս էլ ձեզ կուսակցությունը, այն բանը կարտին մախում ասում է, էս էլ իմ կուսակցությունը, մեր ձևով մենք Հայաստանը կկարգավորենք»։ Մենք ասում ենք, «Մեր ձևը ժողովրդավարական ձևն է, ընտրությունների միջոցն են»։ Բայց իրանք ձևը ո՞րն է, Ես գիտեմ, իրանք իրենք, օրինակ նրանցից մեկը արդեն դատավաճիռ ունի, ասում է, որ գեներալներ դուրս եկեք փողոց Իշխանությունը զավթեք ու տվեք մեզ։ Դա ձևը դա է։ Ինքը ասել է ես դրանց հետ համաձայն եմ։ Հիմա եթե մենք ինչ-որ հարցում համաձայնության գանք, մենք կարող ենք ասել մեր ձևով։ Այ հիմա մենք երեքով մի հարցում համաձայնվել ենք, չէ՞։ Մենք համաձայնություն ես իրանք ձևը տեսեք չհասկացա, կարող շատ լավ։ Չէ, դա գաղտնիք է։ Դա գաղտնիք է, բայց քանի որ մենք վերլուծելու ունակություն ունենք, դուք ովքեր եք Հիմա Տիկին Գայանեն մեզ հրավիրել է, չէ՞, մենք ասում մենք այս հաղորդման մասնակիցներս տարբեր կարծիքներ ունենք այս հաղորդման մասնակիցներ։ Բայց դուք ասում եք մենք չենք հասկանում մեր ձևը ո՞րն է, այդ մեր ձևը ձևակերպման համար մարդուն ազատազրկել են իդեպ։ Չէ, բայց ես Եթե չենք հասկանում, ուրեմն նորից եմ կրկնում շատ բան։ Իմ ժամի հաշվին է։ Բայց գուցե Գագիկ, դա իմ ժամի հաշվին է։ Լավ, ներողություն, ես էլ միջամտեցի։ Ավելացրած է։ Մենք արդեն շատ ենք խոսել, բայց մարդկանց համբերությունը Սա կարևոր հարց է երևի թե, բայց չենք հասցնում։ Ես չեմ ավարտել։ Համեցեք։ Ուրեմն ձևը դա շատ հեշտ է։ Արգելված է հակապետական, հակաժողովրդավարական ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Նրանք պետք է արգելվեն։ Եվ ես համաձայն եմ, որ դա մեղադրանք լինի իմ երկրին, ես կասեմ, եթե պատեժ կա, ես գալիս եմ։ Ուրեմն դա մեկ։
երկրորդը մենք պետք է շարունակենք մեր քաղաքական այսօրվա քաղաքական կուրսը, նվազեցնենք ես հատուկ նայեմ աչքերիդ, նվազեցնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, ավելացնենք, ես օրինակն եմ միշտ բերում, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը մեր երկրի անվտանգությանը։ Ես համարում եմ բացառված է, ես չեմ ընդունում բոլոր այն կարծիքները, որ ասում են, որ վճռական միայնակությամբ Հայաստանի Հանրապետությունը հաշտություն կնքելով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ կարող է գոյություն ոչ մենք որպես քաղաքակրթական դաշնակից պետք է լինենք Եվրոմիության հետ, այսօր Եվրոմիություն է կոչվում դա, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ուզեք ես թվաբանություն էլ ասեմ, 30% Ռուսաստանին, 30% Եվրոպային, 30% Ամերիկային, 10%-ն էլ Հնդկաստանին ու Չինաստանին, որպես գործընկեր, մեր երկրի գործընկեր դաշնակիցներ։ Ես կարծում եմ, որ մեր այսօրվա հանդիպումը եւ այն աշխատանքը, որը մենք կատարեցինք այսօր, օգտակար է։ Եվ վատ չէ լինի այն շարունակել, գուցե այլ կազմով, ավելի լայնված կազմով, որովհետև նորից եմ կրկնում, որքան մոտենում է ընտրությունների ժամանակը, այնքան ավելի կարևոր է դառնում մարդկանց ներկայացնել ճշմարտությունը եւ մարդկանց թույլ տալ ինքնուրույն, առանց որևէ ճնշման, անել իրենց ազատ ընտրությունը։ Իրենց ազատ ընտրությունը։ Եվ նորից եմ ասում, որ այն քաղաքական ուժը, որը ստեղծվում է արդեն, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, արդեն ստեղծվում է, ունի իհարկե բազում դժվարություններ եւ կազմակերպչական եւ ֆինանսական եւ այլն, բայց արդեն ստեղծվում է։ Եվ այդ ուժը կլինի ոչ թե երրորդը, այլ միակը, որովհետեւ այդ ուժը կհասնի ջախջախիչ հաղթանակի։ Այդ ուժը Ես պետք է դրանում չեմ կասկածում։ Մենք իսկապես կառնած ենք շատ վճռորոշ փուլում եւ կանխանշելու ենք, հաջորդական գոնե մոտակա 5 տարվա Հայաստանի զարգացումը։ Եվ ուզում եմ ընդհանրապես մի բան շատ կարևոր ընդգծեմ, եւ այդ միտքը իստվեց պարոն Արշակյանը, որ ասեց տոկոսային բաների կիսեց Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, անգամ Չինաստան, բան։ Ես մի փոքր այլ կարծիքի եմ, ինչի համար։ Որովհետեւ այդ շռայլությունը կարող եմ թույլ տալ իրան գոնե սրանից մի 20 տարի առաջ եւ կամ 15 տարի առաջ, երբ որ Սերժ Սարգսյանը իր կառավարման օրոք ասում էր եւ Արևմուտք եւ Ռուսաստան։ Մեկ ասում էր համընթան երկու մորցից ուտենք, հա, գառը, խելոք գառը, կոմպլիմենտար։ Հա, կոմպլիմենտար, ինչ որ տարբեր նման բան։ Այսօր այդ բևեռացումը աշխարհում այնքան է սրած է, այսինքն քաղաքակիրթ աշխարհի ընդդեմ բռնատիրական ռեժիմների, հա, որ էլ քեզ այդ հնարավորությունը չեն տալիս, բայց Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարությունը փորձում է եւս նախորդ իշխանությունների այդ բանաձևի մեջ տեղավորվի եւ այս բառը արդեն իր կողմնակիցները, այսպես ասած, ջատագովները անվանում են բալանսավորված քաղաքական։ Այդ բալանսավորումը, այսինքն քեզ էլ չկա հնարավորություն բալանսավորելու։ Եղբայր, կամ սևի կողմնես, կամ սպիտակի, դու պետք է ընտրությունը կատարես։ Այսինքն այսօր չենք կարա մենք ասենք եւ Չինաստան եւ Ռուսաստան եւ Ամերիկա եւ Եվրոպա։ Դուք նորանում եք զգուշավորություն եզրույթը։ Պարոն Վարդանյան ասեց պատերազմից հետո գագեք։ Հիմա տեսեք, Պատերազմից հետո սև ու սպիտակ չի լինի։ Հա, Սև ու սպիտակ չի լինելու։ Բայց սև ու սպիտակը Բոլորը հավերժ սպիտակ են լինելու։ լինելու։ Ներից սկսած մինչև հավերժալինը աշխարհի վերջին Նորից մինչև բացի։ լինելու։ Դու քո քեզ որտես դիրքավորում քո քաղաքակրթական հիմունքները։ Այո։ Հիմա այնքան այդ երկու լարի վրա խաղացողները, տեսեք, աչ բաներ են էլի։ Այնքան են այդ լարերը հերված է իրարից, որ շպագատը արդեն չի ներում։ Հա, շպագատը ներում է բացվածքը, բայց ոտերից երկարությունը չի ներում։ Այսինքն պետք է վայր ընկնես, դու պետք է լարերից մեկը ընտրես։ Ձեր առաջարկը կողմնորոշել Միայն արևմուտք, ես ձեզ ասեմ, սա, սենց ասենք,
Քաղաքակիրթ աշխարհ։ քաղաքակիրթ աշխարհ, որովհետև արևմուտքի մեջ մտնում են եւ արևելյան Ճապոնիան, եւ հարավային Կորեան, եւ Ավստրալիան, եւ բոլոր Ռուսաստանն էլ կմտնի պատերազմից հետո։ Հա, որ Ռուսաստանը։ Պարտված։ Որ Ռուսաստանը։ Պարտված Ռուսաստանը։ Ես շնորհակալ եմ պարոն Այգի։ Ես Ռուսաստանի շնորհակալ եմ։ փշրանքները կարող Այո։ են։ Շնորհակալություն պարոն Այգ,